Բարև ձեզ հարգելի ընկերներ, ուրեմն շարունակում ենք Magento 2-ում մոդուլի ստեղծման գործընթացը, մենք ավարտեցինք երկրորդ մասը, հիմա անցնում ենք երրորդ մասին, որի ընթացքում մենք մեր ստեղծած բլոկին կավելացնենք ստայլեր և այն կբերենք այն տեսքին, ինչ տեսքով, որ նկարագրված է task-ի մեջ։ Մինչ այս պահը մենք կատարել ենք հետևյալ գործողությունները, ուրեմն առաջին մասում մենք ստեղծել ենք մոդուլ, որը կոչվում է Foundation Commerce Featured Product և նրա մեջ գրանցել ենք մոդուլը, ստեղծել ենք registration.php ֆայլը, նկարագրել ենք մոդուլը module XML ֆայլի միջոցով, ավելացրել ենք config, օգտագործելով system.xml ֆայլը, ավելացրել ենք resource, որպեսզի մեր սեկցիան հասանելի լինի միայն այն յուզերներին, ովքեր որ ունեն permission տվյալ սեկցիան դիտելու համար, կատարել ենք HCL XML-ի միջոցով, տվել ենք default արժեք մեր մոդուլի և բացասական արժեք ենք տվել, այսինքն ի սկզբանե մոդուլը ինստալացիայից հետո համարվում է disable վիճակում, admin-ը պետք է սկզբից enable կատարի, հետո ավելացնի featured product-ի SKU-ն, որից հետո մեր բլոկը կհայտնվի home page-ի վրա։ Երկրորդ մասում մենք ավելացրել ենք բլոկը home page-ում, օգտագործելով CMS index.xml ֆայլը, բլոկի ֆունկցիոնալությունը ապահովելու համար բոլոր ինֆորմացիան featured product-ի վերաբերյալ ստանալու համար ստեղծել ենք բլոկ product.php, որի մեջ տվյալ SKU-ի միջոցով ստացել ենք product-ի ինֆորմացիան և փոխանցել ենք template ֆայլին, որը ստեղծել ենք templates product.html հասցեով։ Նաև օգտվել ենք helper-ից, ստեղծել ենք helper data.php ֆայլը, helper class ենք օգտագործել, որը նախատեսված է բազմակի օգտագործման ֆունկցիաները մի անգամ գրելու համար, օրինակ մենք գրել ենք երկու ֆունկցիա, որոնք որ config-ից վերցնում են մեր մոդուլի համար նախատեսված արժեքները, արդյոք մոդուլը enable եղած է և product-ի SKU համարը և helper-ով փոխանցում ենք այդ արժեքները բլոկին, որը կատարում է հետագա գործողությունները, ստանում է մյուս արժեքները և HTML ֆայլի միջոցով տպում ենք այդ արժեքները։ Ներկա պահին home page-ում մեր բլոկը ունի այսպիսի տեսք, իրականում task-ում նկարագրված է, որ պետք է ունենա այսպիսի տեսք, այսինքն desktop-ի դեպքում ունենա երկու column-ից բաղկացած, երկու սյունակից բաղկացած տեսք, իսկ mobile-ի ժամանակ ունենա մեկ սյունակից բաղկացած տեսք, այսինքն նկարը հայտնվի ամբողջ ինֆորմացիայի վերևի հատվածում։ Եվ հիմա երրորդ մասում մենք աշխատանք կատարենք less ֆայլերի հետ և կապահովենք մեր բլոկի այն տեսքը, որը որ նկարագրված է հանձնարարության մեջ։ Ունենք նկարը, ունենք անունը, ունենք price-ը, գինը, description-ը և view product
button-ը, որը որ տանում է մեր product-ի edge-ի վրա։ Այդ վերադառնանք home page, հիմա հարց, ինչպես պետք է ավելացնենք CSS կանոնները մեր մոդուլի մեջ, ինչ ֆայլ պետք է ստեղծենք։ At the view front-end, դրա մեջ web, front-end այդ web front-end papka մեջ web papka, հետո web-ի մեջ CSS-ի մեջ source եւ մեր less file-ն արդեն։ Module less file-ը, որը որ default-ով մոդուլը կօգտագործի որպես less կանոններ գրելու հատված։ Այդ դեպքում օգտվենք արդեն պատրաստի ինչ-որ մոդուլից եւ որպեսզի ամբողջ ինֆորմացիան նորից 0-ից չգրենք, օրինակ մեր նախորդ պատրաստած մոդուլից էլ կարող ենք օգտվել front-end web CSS source module less կոպի անենք, նախ եկեք ստեղծենք ֆոլդերները copy path եւ մենք պետք է front-end-ի մեջ ստեղծենք web CSS source թղթապանակները այնուհետև պատճենենք module less-ը մեր ստեղծած թղթապանակի մեջ չպատճենվեց եւ կատարենք գործողությունները օգտվեցինք շաբլոնից որպեսզի նորից նույն կոդերը չգրենք քորից նույն ձևով կարելի է օգտվել հիմա տրամաբանորեն մեր less file-ը մենք բաժանում ենք 3 մասի բոլոր կանոնները որոնք որ մենք կգրենք բոլոր դեպքերի համար բոլոր էկրանի չափերի համար կգրենք when media common true պայմանի մեջ երբ որ ցանկանանք ինչ որ կանոններ ավելացնենք որոնք միայն desktop-ի համար են կգրենք desktop հատվածում այսինքն media width կօգտագործենք less-ի միջոցով extremum break extremum-ը minimum break-ը screen m-ից մեծ դեպքերում այսինքն minimum screen m-ի ժամանակ արդեն մենք կգրենք desktop-ի համար նախատեսված կանոնները եւ mobile-ի համար նախատեսված կանոնները կգրենք extremum max-ի դեպքում մինչև screen m տարբերակը հիմա քանի որ Magento-ն ինքը ունի mobile first այսինքն mobile-ը առաջնահերթ է այսպիսի առաջնահերթություն նա տվյալ բոլոր less file-երը վերցնում է, միացնում իրար ու գեներացնում է երկու տեսակի CSS ֆայլեր default տարբերակում styles m CSS եւ styles l CSS styles m CSS-ը միացվում է բոլոր տեսակի էջերին այսինքն ինքը նախատեսված է եւ mobile-ի եւ desktop-ի համար եւ styles l CSS-ը միացվում է միայն desktop-ի չափի էկրանների տվյալ դեպքում օրինակ screen m-ից բարձր 768 պիքսելից բարձր չափ ունեցող էկրանների համար
եւ այդ ձևով Magento-ի mobile տարբերակը ավելի թեթևաստացվում, ավելի քիչ ռեսուրսներ օգտագործում CSS-ի տեսանկյունից, քան դեսքթոփի տարբերակը։ Հետևաբար մենք նույնպես կհետևենք այդ կանոններին եւ մեր ստայլերը համապատասխան բաժիններում կգրենք։ Հիմա վերադառնանք task-ին։ Մենք պետքա քանի որ mobile-ը սկզբից տարբերակն ենք ընտրում, mobile տարբերակի դեպքում մենք պետք է ունենանք մեկ սյունակ, որից վերևում պետք է լինի նկարը եւ ներքևից գան մեր muse data-ներ, product name, price, description եւ button-ը view-ի։ Հիմա իրականում մենք այդպիսի տարբերակ հենց ունենք, այսպիսի տարբերակ արդեն ունենք, ուղղակի ավելի գեղեցիկ տեսք կհաղորդենք մեր բլոկին։ Իսկ դեսքթոփի ժամանակ մենք պետքա ունենանք երկու սյունակից բաղկացած։ Հիմա, որպեսզի հեշտությամբ մեր կանոնները ավելացնենք, եկեք տեսնենք, թե template-ում ինչպիսի կլասներ ենք ավելացրել ու նույն կերպ ավելացնենք այդ կլասները մեր less-ի մեջ։ Եկեք սկսենք common տարբերակից։ Featured wrapper-ի մեջ գտնվում է featured product image wrapper, որի մեջ գտնվում է image, այս մյուս ավելորդ մասերը ջնջելով հերթականությամբ գնա։ Մեջ գտնվում է image, այնուհետև content wrapper ենք օգտագործել, որի մեջ գտնվում է name-ը, այնուհետև price wrapper-ը, name-ը, price wrapper-ը, այնուհետև price wrapper-ից հետո price product description-ը, մենք ամբողջը գրում ենք, բայց հնարավոր է, որ որոշակի էլեմենտներ չօգտագործենք, հետագայում իհարկե դրանք ավելորդները կջնջենք։ Action wrapper, այնուհետև կարող ենք action primary կամ A, action primary-ին հետո կավելացնենք։ Եվ այնուհետև մենք ավարտեցինք action wrapper-ը այստեղ։ Հետև ավարտեցինք image wrapper-ը։ Մի րոպե, image wrapper-ը շատ սխալ տեղում ենք ավարտել։ Image wrapper-ը պետք է ավարտենք այստեղ։ Այնուհետև content wrapper-ը, որի մեջ name-ն է, price-ն է, description-ն է եւ action-ն է։
Մենք ստեղ ավարտեցինք մեր content wrapper-ը։ Ստեղ ավարտեցինք մեր feature product wrapper-ը։ Ամբողջական կառուցվածքը ստացանք մեր edge-ի։ Հիմա մենք կարող ենք մեր կանոնները գրել։ Եվ պետք է իհարկե ավարտենք նաև media common true։ Ամբողջական տեսքը ստացանք։ Մեր բլոկը հետևյալ էլեմենտներից է բաղկացած. feature product wrapper, որի մեջ գտնվում է երկու հատ սյունակներ, feature product image wrapper ձախ մասում եւ feature product content wrapper աջ մասում, image wrapper-ի մեջ կա image, content wrapper-ի մեջ կա name, price, description եւ action։ Հիմա սկսենք գրենք թե ինչպիսի տեսք պետք է ունենա։ Ենթադրենք մենք այս border-ները ուզում ենք կիրառենք, որպեսզի ավելի տեսանելի լինի մեր բլոկը։ Եկեք սկսենք ընդհանուր մեր բլոկի wrapper-ից border 1 պիքսել, solid, ինչ-որ գույն։ Հիմա քեշերը վերացնենք, ստուգենք, արդյոք մեր border-ը հայտնվեց։ Քանի որ մեր less file-ը դեռևս static content-ի մեջ չի, մենք կարող ենք առաջին load-ից հետո դեռևս չի հայտնվել հաստորեն, ստիպված պետքա pub static-ից ոչ front-end հատվածը ջնջենք, փորձենք դեռևս քեշերից է գալիս։ Ստիպված կլինենք static content deploy կատարել, որպեսզի հայտնվի։ Front-end հատվածը ջնջեցինք, ինքը նորից գեներացրեց static content-ները և մեր border-ը հայտնվեց։ Հիմա եկեք մեր բլոկը, որպեսզի մի քիչ ավելի գեղեցիկ տեսք ունենա, ավելի փոքր չափով օգտագործենք, եկեք mobile տարբերակից սկսենք,
Չև 768 Առայժմ մոբայլ տարբերակում ենք, անցանք դեսկտոպի տարբերակին, մոբայլի տարբերակում, օգտագործենք, ավելացնենք որոշ բադինգներ, օրինակ այս հատվածում, բադինգ 30 պիքսել, պես չավելացավ, ֆրոնտենդից բացի նաև վերացնենք մյուս պրոցեսոր ֆայլերն էլ վերացնենք, հայտնվեց, հիմա շակի գույները, ինչ-որ կարմիր գույնատ, դադրենք price-ին, color red, ինչ-որ այսպես տարբերակ, կամ ինչ-որ ծրագրով վերցնենք իրանց ընտրած գույնը, Alt Ctrl C պետք է օգտագործենք, Alt Ctrl C և տեղադրենք ընտրված գույնը, price wrapper-ին էլ գույն տվեցինք, կարելի է ինչ-որ font size-երի
ինչ որ գործողություններ արած կամ ինչ որ բաժիններ ավելացրած չնայած դեֆոլտով էլի նորմալ կամ մեր բլոկին ինչ որ margin ավելացրած margin ներքևից 20 պիքսել կամ 30 ինչ գործողություններ կարելի է կատարել մոբայլը սովորական Եվի նկարը որ չափազանց մեծ է այդ ինչ որ ձև պետք է սահմանափակենք օրինակ max 8 մոբայլի ժամանակ 300 պիքսել բայց ավելի գեղեցիկ տեսք ունենա կարող ենք ամբողջ գործողությունները իրականում կատարել բրաուզերի վրա եւ տեղափոխել մեր պատրաստած ստայլերը մոդուլ get-less-ի մեջ հիմա եկեք դեսկտոպին անդրադառնանք դեսկտոպի ժամանակ պետք է ունենանք երկու քալում դրա համար կարելի է օրինակ flex-ից օգտվել display flex display flex image wrapper-ին տանք օրինակ flex grow make is missing tank flex grow երկու չափազանց մեր max height-ը ամեն ինչ փչացնում է flex grow 1 flex grow 2 ասինքն 1 չափ տվեցինք image-ին 2 չափ տվեցինք քանի որ երկու անգամ ավելի մեծ է աջ սյունակը կարելի է image-ին տալ wrapper-ին օրինակ border 1 pixel solid եւ ինչ որ գույն կարելի է flex-ին օրինակ ուներ align items center align items center տալ օրինակ
justify items օրինակ justify content space between չաշխատել justify content-ը չաշխատեց space between հա ավելի ինչ որ padding-ով կարելի է content նկարի justify լավ justify-ը եւ այստեղ այդքան եկեք տարածություն տանք product name content wrapper-ին տանք content wrapper-ին padding 20 pixel max height 300 այդքան էլ հարմար չէ 300-ը սրան տանք նաև margin ներքևից 20 վերևից պետք չի ոնց հասկացա ստեմա կարելի է երկու կողմից էլ դրած margin վերևից ներքևից 20 նույնն էլ այստեղ 30 երևի 20 ավելի հաճելի է աչքի համար հիմա նկարին
Այլ ինչ ստայլեր ավելացնենք։ Ինչ որ ֆոնտեր օգտագործված, բայց transform, form, transform, scale, մեկ ամբողջ 2, Կարելի է եւ այսպես։ Եկեք տեղափոխենք այս պայդուրությամբ ինչ որ գրել ենք արդյունքում, հետո մեր փոփոխությունները նորից կշարունակենք։ Չստացվեց կոպի անելը։ Image wrapper, image wrapper, image, transition, մեկ վայրկյան, image, image, transition, մեկ վայրկյան, hover ժամանակ scale անենք, այնուհետև wrapper-ին, price-ին արդեն տվեցինք,
price-ին տվեցինք, name, ենթադրենք font, name, font size, font weight, bold, իհարկե կարելի է image-ի վրա էլ, image-ի եւ անվան վրա էլ URL օգտագործել, ոչ միայն view product-ի վրա։ Համեմատենք, թադրենք description-ը, font, style, italic, չենք տվել class, ինչ-որ փորձենք առայժմ այսքանը տեսնենք, ինչպիսի արդյունք ունենք, մեր zoom էֆեկտն էլ աշխատեց, վստահ։ Ես թվում այսքանը։ Հիմա ստուգենք մոբայլի տարբերակում, հիմա մենք բոլոր դեպքերում դրեցինք flex ու ավտոմատ ինքը flex row վերցրեց, հիմա մոբայլի տարբերակում ինքը ցույց չի տա։ Այսքանից ավելի հարմար է։ Մոբայլի տարբերակում մենք պետք է head վերենք flex-ը, flex direction-ը, flex direction-ը, column,
Այլ տարբերակում կամ desktop տարբերակում ընտրենք Flex երկու տեղն էլ ավելացնենք համ desktop-ում ավելացնենք, համ mobile-ում, որ Flex direction-ը desktop-ի դեպքում պետք է լինի row, mobile-ի դեպքում պետք է լինի column։ Mobile-ի դեպքում կլինի column։ Եկեք, քանի որ mobile-ը ինքը արդեն իսկ ամբողջ վերաբերվում, column եւ միայն desktop-ի դեպքում ավելացնենք, որը styles L-ի մեջ կավելացնի որպես row։ Եկեք static content-ը մաքրենք։ Եվ իհարկե քեշերը նույնպես։ Հիմա ստուգենք մեր mobile desk-ը։ Mobile-ում ունի այսպիսի desk, երբ որ անցում ենք կատարում desktop-ի, ունենում է այսպիսի desk։ Այսինքն այն ինչ որ պահանջվում է հանձնարարության մեջ։ Block։ Երկու column layout on desktop, product image, name price description view button, right-ի վրա, responsive, make column on mobile, image above other content։ Այսինքն այսպիսով մենք ավարտեցինք, իհարկե ավելի կարելի է գեղեցկացնել բլոկը, բայց արդեն իստումա հասկացաք ինչպես են կատարում փոփոխությունները less file-ի մեջ և ցանկացած կանոն կարելի է ավելացնել ըստ ճաշակի։ Ամենամեծ չափով Եվ այսպիսով մենք ավարտեցինք մոդուլի ստեղծումը Magento 2-ի միջավայրում, երրորդ մասում մենք աշխատեցինք մոդուլ less file-ի հետ, ավելացրեցինք մեր ստայլերը և վերջնական տեսքի բերեցինք մոդուլը, իհարկե շատ ավելի գործողություններ կարելի է կատարել, ավելի լավացնել
բայց այս դասի ընթացքում ավելի շատ շեշտը դրվել էր Magento-ի հիմնական եղանակներից օգտվելու վրա, թե ինչպես կարելի է մոդուլ ստեղծել, ինչպես ավելացնել config, ինչպես ավելացնել բլոկ XML-ի միջոցով, ինչպես ձևափոխել նրա տեսքը less file-ի միջոցով եւ հետագայում ստում է սա ձեզ կօգնի, որ ավելի բարդ մոդուլներ կարողանաք գրեք։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հուսով ենք ավելի հետաքրքիր հանձնարարությունների կատարման ժամանակ կհանդիպենք։ Ստեսություն ձեզ։